Թերսեն, դուք ճիշտ հարց եք տալիս, մենք բանակցությունների ընթացքում ըստ էության հենց կոնցեպտուալ իմաստով այդ խնդիրն ենք արձանագրել, որովհետև եթե այս տեմպերով շարունակվի աճը ուղևորափոխադրումների, մենք ընդհանրապես էլ ժամանակ չունենք, որովհետև իսկ դա թանկացնում է այդ ծառայությունները, որովհետև ինքնաթիռը օդում երկար է սպասում, մի կրուգ ավել է տալիս եւ այլը եւ այլը։ Ես կարծում եմ, որ master plan-ը երբ որ միասին քննարկենք, մենք ընդ որում ստեղ շահերի բախում չկա, որովհետև նույն բանը ուզում է նաև կոնցեսիոները, որովհետև իրենք էլ այդ խնդրեմը ունեն, որովհետև մենք հուլիսի վերջ օգոստոսի սկիզբ ունենք մի շատ ծանր ընթացք, որովհետև իրոք եւ քաղաքացիներն են դժգոհում, բայց նաև օդանավակայանը չի ուզում, որպեսզի իր սերվիսի որակը դրա պատճառով ընկնի, այս իմաստով ես կարծում եմ մեր շահերը նույնն են եւ երկրորդ տերմինալի կառուցման ամենասեղմ ժամկետները պիտի պայմանավորվենք, որպեսզի արագ այդ հարցը լուծենք, հակառակ դեպքում եւ օդանավերի համար եւ ուղևորափոխադրումների համար արդեն ունենք խնդիրներ։ Խնդրեմ, պարոն Սիմոն։ Ես մի բան ձեր խոսքին ավելացնեմ, պարոն Գրիգորյան, որ քանի որ խոսվեց ուղևորահոսքի մասին, նշեմ, որ 2025 թվականին բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում, այն կազմելով 5.754.000 մարդ, որը 7.5%-ով ավելին է նախորդ, այսինքն 2024 թվականի ցուցանիշներից եւ իսկապես անհրաժեշտություն կա ենթակառուցվածքը ընդլայնելու եւ այդ ընդլայնված ենթակառուցվածքով այն չափորոշիչներով սերվիսի, որ դրվել է կոնցեսիոն պայմանագրի մեջ, խոսքը IATA-ի կողմից սահմանված այդ օպտիմալ մակարդակի սերվիսն է, որը պետք է իրականացվի, այդ մակարդակի որակի ծառայություններ ապահովելու համար քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Քանի որ թեման շատ կարևոր է, հետաքրքիր մի հարց էլ էլի տամ հաշվի առնելը, որ մենք հատկապես էտել է ձեր նախարարության տիրույթում հյուսիս-հարավը Երևան-Գյումրի նստայության համարյա վերջացրել են միայն կահավորման խնդիրներն մնացել, որը կլուծվեն մոտ ամիսներ։ Մենք չենք կարողանում որոշակի ծանրաբեռնվածություն տեղափոխել նաև Գյումրի օդանավակայանի վրա, որտեղ երբեմն օրինակ Երևանի որևէ կետից Զվարթնոց հասնելը ավելի երկար կարատևի, քան Երևանից Գյումրի հասնելը։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Գյումրու Շիրակ օդանավակայանում ուղևորահոսքերի ավելացումը խթանելու նպատակով կառավարության կողմից 2025 թվականի ապրիլի 23-ին 495 էլ որոշմամբ ընդունվեց մի աջակցության ծրագիր, որը կայանում է նրանում, որ Երևանի Զվարթնոց եւ Գյումրի օդանավակայաններ ուղևորներ փոխադրելիս օտարերկրյա բազավորված կամ տեղական ավիաընկերությունները կստանան ամեն ուղևորի հաշվարկով, Զվարթնոցի դեպքում 20,000, Գյումրու դեպքում 15,000 դրամ մեկ ուղևորի հաշվարկով, սակայն այնտեղ պարտադիր պահանջ կա, անկախ նրանից, թե որտեղ կբազավորվեն, որ առնվազն մեկ ուղղություն, մեկ չվերթ պետք է իրականացվի դեպի Շիրակ օդանավակայան եւ նշեմ, որ այդ ծրագիրը մեկնարկելուց հետո մենք ունեցանք այնտեղ միջազգային ավիաընկերություն, որը չվերթեր է իրականացնում եւ հիմա նաեւ քննարկում ենք լրացուցիչ ուղղություն եվրոպական ուղղություն ավելացնելու դեպի Գյումրու Շիրակ օդանավակայան, անշուշտ այդ ենթակառուցվածքը նույնպես զարգացնելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան ուղևորահոսք ապահովել եւ Գյումրու Շիրակ օդանավակայանը սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար ավելի մատչելի է նույնիսկ եւ այնտեղ թե ժամանման, թե մեկնման նոր տերմինալներ են կառուցվել եւ այս առումով կարծում եմ այդ օդանավակայանը ունի բավականին մեծ պոտենցիալ զարգանալու։ Շնորհակալություն։ Հիմա վիզերը թռիչք ունի, չէ՞, Գյումրիից եւ Գյումրի։ Սա առաջի տարին է, չէ՞, որ վիզերը թռիչքները իրականացնում։ Այո, պարոն։ Փորձում ենք, պարոն Թերոսյան, ամեն դեպքում մեր ամենահիմնական խթանող ծրագիրը, որը շատ էական սուբսիդավորում է ուղևորափոխադրումները, ունի մի պայման, որ Գյումրիից պիտի թռիչք իրականացնեն նաև կամ այդ թվում։ Տեսնենք, եթե զգանք, որ
պատշաճ թափ չի հավաքում մեր նախաձեռնությունը, լրացուցիչ խթան կդնենք, բայց ես կարծում եմ, որ սա շուկան կադապտացվի այդ հնարավորությանը, որովհետև այնուամենայնիվ 15,000-20,000 դրամ ըստ ուղևորի սուբսիդավորում ենք, ինչ որ էական է։ Հարգելի գործընկերներ, խնդրեմ, կան այլ հարցեր, առաջարկություններ, համեցեք, պարոն Մարսպետ։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, քանի որ Գյումրի օդանավակայանի մասին խոսվեց, իրականում խտանը պետք է, որովհետև շատ լավ է Լառնակայի թռիչքն ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը մի անգամ է եւ կարիք կա եւս լրացուցիչ խտաններ օգտագործել Շիրակ օդանավակայանը ավելի զարգացնելու համար, մանավանդ որ հյուսիս-հարավն է արդեն ամբողջությամբ կառուցված է ու ճիշտ նշվեց, որ Երևանի հասնքի 9-րդ մասիվից ավելի ուշ է հասնում օդանավակայան, քան Գյումրիից Զվարթնոց։ Շնորհակալություն։ Հիմա վիզերը Լառնակա է թռնում Գյումրիից, հա։ Այո, շաբաթը 2 թռիչքեր, մի արդեն Տոմսը ինչ արժե, պարոն Մարսպետ։ դեպքեր ունենք, որ 20-30 դոլարով Գյումրիից հնարավոր է թռնել, շատ ավելի էժան, քան երևի թե տաքսիով Գյումրիից Երևան։ Ես իդեպ հենց 3 էի ստուգում տոմսերի արժեքները, 17.99 դոլար էր Գյումրիից, այս մոտակա շրջանում Լառնակա չվերթ իրականացնելու համար, սակայն նշեմ, այն որ նվազեցվել է, այս ձմեռային շրջանում է նվազեցվել այդ շաբաթական չվերթերի քանակը ելնելով ուղևորահոսքից, բայց ավիաընկերությունը, որքանով մեզ հայտնի է, ամառային, այսինքն ապրիլից սկսած ավելացնելու է շաբաթական չվերթերի թիվը։ Շատ լավ, շատ լավ։ Այլ կարծիքներ, առաջարկություններ, հարգելի գործընկերներ։